Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Էրնեստ եմ Ղազարյան, ձեզանից մեկն եմ, նամանավանդ նրանցից մեկն եմ, ովքեր մտահոգված են մեր Հայաստանի Հանրապետության պայծառ ապագայով, ովքեր ուզում են, որ մեր հայրենակիցները ապրեն ավելի լավ։ Ես բլոգեր չեմ եւ չեմ էլ պատրաստվում, իսեր Աստծո, թող յուրաքանչյուրը զբաղվի իր աշխատանքով։ Հանդիսանում եմ RH11 ստարտափի հեղինակը, ըստ այդմ նաև RH11 Holding-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն եմ։ Մեր գործունեությունը, սակայն, բացի շահույթ հետապնդելուց, ունի նաև այլ ավելի խոր առաքելություն, որը միտված է նրան, որպեսզի holding-ը դառնա Հայաստանի ամենապարտաճանաչ հարկատուներից մեկը, լավագույն գործատուներից մեկը եւ ի վերջո RH11 բրենդը ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինի աշխարհահռչակ։ Այսօր ուզում եմ խոսեմ ավելի վեհ իրողության մասին։ Կյանքում ունեցել եմ մեկ երազանք, մնացած բոլորը ցանկությունների ժանրից են։ Երազանքիս էությունը կայանում էր նրանում ստեղծել Անահիտ բարեգործական հիմնադրամը, որը կարող եմ այսօր ասել, որ իրականություն է։ Անահիտ բարեգործական հիմնադրամը ստեղծվում է ի պատիվ մորս, ի հիշատակ իրեն, մանկաբույժ դոկտոր Անահիտ Վազգենի Ղազարյանի։ Անահիտ բարեգործական հիմնադրամը ստեղծված է բացառապես անձնական մղումով, ընտանեկան ձևաչափով եւ համաձայն կանոնադրության 6-4 կետի միայն իր զավակները, այսինքն ես եւ քույրս Սեյդա Աշոտի Ղազարյանը իրավասություն ունենք դրամական հատկացումներ կատարել հիմնադրամին։ Մնացած բոլոր սուբյեկտների, մասնավոր, ֆիզիկական անձիկ, իրավաբանական անձիկ, միջազգային դոնոր կազմակերպություններ սահմանափակված է նրանց հանգանակություն կատարելու հնարավորությունը, թեպետ բոլոր բարի գործերը Հայաստանի Հանրապետությանը իշա կատարվող եւ մեր ազգաբնակչության օգտին կատարվող մեծապես խրախուսվում են մեր կողմից։ Ես ցանկանում եմ, ինչպես եւ խոստացել էի հանրային հարթակներում, ներկայացնել առաջին նախաձեռնությունը, ինչը որ իրականացվելու է Անահիտ բարեգործական հիմնադրամի կողմից եւ միջոցներով։ Ես բազմիցս հայտարարել էի, որ դեռևս նոյեմբերի վերջին մենք ցանկանում ենք սկսել այն, ինչի մասին որ հայտարարում եմ հիմա, որը տեխնիկական պատճառներով ստիպված եղանք մի քանի օր ավել սպասել։ Կարևորը չենք ուշացնում ավելին, քանի իմ վերջի Facebook-յան գրառման ժամանակ խոստացել էի, այն է դեկտեմբերի 6-ը։ Մենք բոլորս ցանկանում ենք եւ պատկերացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դա նախևառաջ իրավական պետություն է։ Մենք ըստ էության հանդիսանալով Արևելյան Եվրոպայի պետություն, գիտակցում ենք, որ Եվրոպայից մենք պետք է առաջինը վերցնենք գլխավոր արժեքներից մեկը, այն է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Դժբախտաբար այսօր շարունակաբար խախտվում են աշխատող մարդկանց իրավունքները Հայաստանի Հանրապետությունում։ Սա մի խնդիր է, որը վերաբերելի է բոլորիս։ Թեպետ մեր հիմնադրամի առաջին կարևորագույն շահառու խումբը հանդիսանում են մեր հայ մանուկները, սակայն հասկանալի է, որ աշխատող մարդկանց մեծամասնությունը ունեն մանուկներ, հետևաբար նրանց խախտված իրավունքների հետևանքը, տվյալ դեպքում բացասական հետևանքը կրում են նույն այդ հայ մանուկները։ Գործատուներից շատերը երևի թե գիտակցաբար կամ չգիտակցաբար շարունակում են այդ ամենը թույլ տալ, որը առնվազն ողջունելի չի մեր կողմից, որովհետև այն սուբյեկտները, ովքեր ուրիշի երեխայի կանֆետի գումարի հաշվին փորձում են ընդլայնել իրենց ավտոպարկը, ես դժվարանում եմ ասել իրենք գործատու են, թե եսիմինչատու են։ Այնուամենայնիվ դրանից բովանդակությունը խնդրի չի փոխվում։ Հիմա ներկայացնեմ կոնկրետ ինչ նախաձեռնություն է իրականացվում մեր հիմնադրամի կողմից, որը իրենից ներկայացնում է
լայնամասշտաբ նախաձեռնություն։ Հետ այսու Հայաստանի Հանրապետությունում բոլոր այն աշխատող մարդկանց իրավունքները, որոնց մասով խախտումներ տեղի կունենան գործատուների կողմից, կարող են դիմել մեր հիմնադրամին այն ակնկալիքով, որ մենք կվերականգնենք նրանց խախտված իրավունքները։ Որպես կանոն, աշխատող մարդկանց մասով տեղի են ունենում հետևյալ իրավախախտումները. աշխատանքային ռեժիմի չարաշահում, մարդկանց հանգստի իրավունքի խախտում, աշխատանքի վարձատրության ուշացումներ կամ վճարումների բացակայություն, աշխատանքի ընդունելու և ազատելու հետ կապված իրավահարաբերությունների խախտումներ, արձակուրդայինների վճարումներ, վերջնահաշվարկների կամ արձակման նպաստների վճարումներ։ Ի վերջո, աշխատանքային օրենսգիրքը ընդունված է ի կատարումն Սահմանադրության այն հիմնարար դրույթի, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատելու և արժանապատիվ ապրելու իրավունք։ Աշխատանքային օրենսգիրքը դա ցանկությունների ժողովածու չի, ինչպես որ պատկերացնում են շատերը։ Պարբերաբար խախտվում են աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի դրույթները, 113-րդ հոդվածի դրույթները, մարդկանց անհիմն և լկտիաբար շատ դեպքերում ազատում են աշխատանքից։ Խախտվում են 129-րդ հոդվածը, 130-րդ հոդվածը, որտեղ սահմանված կարգով ոչ հիմնավոր աշխատանքից ազատելու դեպքում նաև պետք է վճարվեն վերջնահաշվարկը և արձակման նպաստը։ Մարդիկ այսօր տեղեկացված չեն նույնիսկ գործադուլ անելու իրենց իրավունքի մասին, կամ եթե նույնիսկ տեսականորեն տեղեկացված են, ապա իրավակիրառ մասը չենք կարող համարել, որ գտնվում է փայլուն մակարդակի վրա։ Այսօր շատերի հանդեպ տեղի են ունենում նմանատիպ չարաշահումներ և խախտումներ գործատուների կողմից, մարդիկ սակայն չգիտեն ուր դիմեն կամ ցանկություն չունեն գլխացավանքի մեջ ընկնեն կամ չունեն համապատասխան միջոցներ, գուցե շատերը չունեն նաև համապատասխան գրագիտություն։ Բայց մեղադրելու չի, քանի որ աշխատավոր սեգմենտը դա բազմահազարանոց մարդիկ են, ովքեր տարբեր իրավագիտակցության ներկայացուցիչներ են։ Հիմա Անահիտ բարեգործական հիմնադրամը պաշտոնապես կանգնում է ձեզանից յուրաքանչյուրի կողքին ձեր խնդիրների պարագայում, ձեր խնդիրների լուծման ակնկալիքով։ Ու մենք դա անում ենք միանգամայն անվճար։ Ինչա նշանակում անվճար։ Այսինքն 0 դրամ է ձեզանից պահանջում վճարել ձեր խախտված իրավունքները վերականգնելու գործում։ Մեր հոլդինգի պաշտպանական թիմը իմ գլխավորությամբ, լինելով շատ մոտիվացված և նպատակասլաց այս հարցում, պատրաստ է ձեր իրավունքները վերականգնել դատական բոլոր ատյաններում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի եռաստիճան դատական համակարգ, մենք պատրաստ ենք բոլոր ատյաններում պայքարել ձեր իրավունքների վերականգնման համար։ Միջդատական տիրույթում մեր պաշտպանական թիմը կհամագործակցի նաև համապատասխան պետական կառույցների հետ։ Առողջապահական տեսչություն, եթե չեմ սխալվում, նախկին աշխատանքի տեսչության վերակազմավորված տարբերակն է, պետեկամուտների կոմիտե, հարկ եղած դեպքում ձեր գործատուի հետ մենք կմտնենք բանակցային գործընթացի մեջ այն ակնկալիքով, որ խնդիրները լուծվեն արտադատական կարգով։ Այնուամենայնիվ, եթե հասնում ենք դատարան, մեր փաստաբանները, մեր պաշտպանական թիմը կպայքարի ձեր հաղթանակի, ձեր իրավունքների վերականգնման համար։ Վստահաբար կարող եմ խոստանալ, որ լինելու են ջախջախիչ հաղթանակներ իրավական տիրույթում։ Վստահաբար լինելու են։ Ու վստահաբար որպես պատճառահետևանքային արդյունք
Շատ գործատուներ, այդ թվում խոշոր ընկերություններ չի բացառվում, որ հանրային պարսավանքի կենթարկվեն, քանի որ մենք ապրում ենք մի այնպիսի իրականության մեջ, որ տեղեկատվության տարածման արագությունը աննկարագրելի բարձր է։ Մենք ապրում ենք այդպիսի ժամանակներում։ Գուցե կլինեն кейսեր, երբ որ մենք չենք կարողանա հաղթել, մենք ուղիղ ազդեցություն չունենք դատարանների որոշումների վրա, բայց որ պատրաստ ենք պայքարել ձեր համար, դա ինչ ճանաչողները գիտեն իմ ծայրահեղ սկզբունքայնության մասին, ով էլ չի ճանաչում, վստահաբար առիթ կունենա։ Ձեզանից պահանջվում է ոչ մի լուրջ ջանք, ոչ մի ֆինանսական ծախս, ընդամենը դուք ներկայացնում եք ձեր խնդիրը, ուղարկելով ձեր խնդրի նկարագրությունը ձեզ համար հարմար կոմունիկացիոն լեզվով case@shnik11.com էլեկտրոնային հասցեին։ Նամանավանդ սկզբնական փուլում ես ինքս ցանկանում եմ ուշադիր հետևել ինչ վիճակա այդ իմաստով մեր հանրապետությունում, կխնդրեմ նաև իմ Facebook-յան էջին ուղարկեք ձեր խնդիրը, նկարագրությունը, նաև փաստական հանգամանքները ինչ ունեք ու ամենակարևորը թողնում եք ձեր հետադարձ կոնտակտային տվյալները։ Մեր պաշտպանական թիմից ձեր հետ կկապվեն, կհանդիպեն խնդրի ավելի մանրազնին ուսումնասիրության եւ ընկալման համար, ընդամենը կտրամադրեք համապատասխան լիազորագիրը ձեր ստորագրությամբ, մնացած հարցերով կզբաղվեն մերոնք։ Ես չեմ պատկերացնում այս պահին ինչ ծավալի գանգատներ ու խնդիրներ են լինելու, բայց մենք պատրաստ ենք պաշտպանական թիմը համալրել այնքան, ինչքան որ կլինի անհրաժեշտ։ Մինչև այն պահը, որ թեկուզ մեր միջամտությամբ էականորեն նվազեն այն գործատուները, իրենց քանակը ու իրենց վարքագիծը, ովքեր կլինեն անբարեխիղճ աշխատավոր մարդկանց հանդեպ, որովհետև այնուամենայնիվ մենք այն մենտալիտետի կրողներն ենք, որ այս կյանքը միայն ուտելու ու չաղանալու մասին չի, այս կյանքը միայն սեփական դրամապանակը լցնելու մասին չի, ու մենք չենք կարող լինել երջանիկ թեկուզ մեր բարեկեցության պայմաններում, քանի դեռ հազարավոր մարդիկ իրենց վաստակը կամ իրենց արժանի վարձատրությունը չեն ստանում ու չեն կարողանում այդ միջոցները տանել եւ ծառայեցնել իշա իրենց ընտանիքի։ Ի գիտություն ասեմ, որ հաջորդ մեր, այսպես ասած, եթերում անդրադառնալու ենք ով է գործարարը թեմային։ Հերոս է գործարարը, հասարակության մեջ հարգարժան ներկայացուցիչ է գործարարը, կամ որ դեպքերում է հակահերոս եւ սրիկա։ Իսկ մինչ այդ չվախենակ, եղեք վստահ, ձեր արժանի վարձատրությունը, ձեր խախտված իրավունքները վերականգնելու հարցում, Աստված ձեզ պահապան։ Շնորհակալ եմ։